Բլոգեր Կրիստինան բավականին ակտիվ է Instagram-ն հարթակում, վերջին շրջանում նրա անձի հանդեպ հետաքրքրությունն առավել շատացավ։ Բանն այն է, որ բլոգերը հայտնեց, որ պատրաստվում է մայրանալ, ապա նաև ցույց տվեց, թե ինչ սեռի բալիկի է սպասում։ Այս նմանատիպ լուրերը բավականին մեծ ակտիվությամբ և ոգևորությամբ էին ընդունվել համացանցի օգտատերերի կողմից։ Մարդիկ ուրախ էին, որ իրենց սիրելի բլոգերը անձնական կյանքում ունի գեղեցիկ նորություններ։ Տևական ժամանակ քննարկվում էր նաև, թե ով է Կրիստինայի փոքրիկի հայրը, թե երբ է նա ամուսնացել և ինչու է տևական ժամանակ այս մասին գաղտնի պահել։ Այսօր բլոգերն Instagram-յան հարթակում հանդես է եկել տեսաուղերձով, այդպիսով նշելով, որ շուտով մասնակցելու է հարցազրույցի, որտեղ ներկայացնելու է նկարների տեսքով և օրերով ու ժամերով, թե երբ և որտեղ են ինքն ու իր ամուսինը միասին ժամանակ անցկացրել։ Կրիստինայի խոսքով իրենք 2 տարի է միասին են և այդ 2 տարիների ամփոփ նկարագիրը ներկայացնելու է հենց Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման շրջանակներում։ Կրիստինան նշել է, որ հասկանում է մարդկանց հետաքրքրությունը, սակայն նաև նշում է, որ չի հասկանում, թե ինչպես կարող են մարդիկ այդքան շատ ապրել ուրիշի կյանքով։ Նշենք նաև, որ Կրիստինան խոստացել է նաև լուսանկարներ ու այլ բացառիկ մանրամասներ ներկայացնել տվյալ հաղորդման շրջանակներում։ Ներկայացնում ենք սիրված բլոգերի խոսքը առանց մեկնաբանության։ Բարև ձեզ, ոնց են իմ ամենալավ հետևորդները, այն ամենաանհանգստացողները, հետաքրքրասերների մասին խոսք չկա, ուրեմն 3-վանից ու ընդհանրապես էլի ես մի ամիս 2 ամիսը շատ եմ նկատում ահավոր մեծ ակտիվություն, հետաքրքրասիրություն, մի կողմից իրենց էլ եմ հասկանում, քանի որ շատ են ուզում իմանան, ով է, ինչ է, չգիտեմ, սենց հասկանում եմ, թեպետ մի որոշ ժամանակ ես նայում էի, ասում էի, թե ինչ հետաքրքիր է, օրինակ ես ինքս չեմ հետաքրքրվի, ով ում ամուսինն է, ինչն է, բայց ու եկել եմ մի լավ նորությամբ, ուրեմն հիշում եք իմ ամենաառաջի հարցազրույցը, որ ես վստահել եմ բարձր մակարդակով, իհարկե, Մհերին, տետատետով, որ ես ելույթ եմ ունեցել մեր իմ կյանքի ինտերվյուն։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Մհերին, քանի որ շատ բարձր մակարդակով ինտերվյուն ստացվել էր և ևս մեկ անգամ վստահում եմ իրեն, Մհերին, շատ շուտով Մհերը էստեղ է լինելու ու ես տալու եմ ինտերվյու, այսինքն այն բոլոր հարցի պատասխանները լինելու են, օրինակ 2 տարվա ընթացքում, մեր հանդիպումը, մեր, չգիտեմ, ամեն տեղ, որտեղ որ մենք այցելել ենք, նկարներով, օրերով, ամսաթվերով, այդ ամեն ինչը ես կհանձնեմ, թե կպատմեմ լավ կողմերը, թե վատ կողմերը, միգուցե շատերիդ ծանոթ լինեն հարևան, ընկերներ, բարեկամներ, այդ ժամանակ նոր հանգիստ կարող եք այս կոմ կողմ ուղարկել, ռեփոստ անել, միգուցե ճանաչեք, հիմա ուրիշ մարդկանց անուններ մի գրեք, ժողովուրդ, իրանց չեք ճանաչում, շուտով կճանաչեք։ Ես լիարժեք հասկանում եմ հետաքրքրասիրությունը, անկեղծ եմ ասում, թե շատ սիրելով, ծանոթ անծանոթ, թե չսիրելով, սենց էլ ասեմ, էլի, որովհետև իմ ընկերներին, ովքեր որ այցելում են մեր տուն, ովքեր որ դու գիտեք իմ հետ կապ ունեն, շատ եք հարցնում, այդ հարցը տալիս եք, այն որ այն մարդիկ ասում են, սկի մենք մեզ թույլ չենք տալիս, էլի, այն որ ասում է Վարսա Հարդարը իրա ֆենն է թողել, Մատնա Հարդարը իրա վրձինն է թողել ու խորացել ես հարցի շուրջ, դուք ձեր կենցաղը, հա, որ չասեմ, բացեմ փակագծերը, այնքան մարդկանց մասին, այնքան բաներ գիտեմ իրականում, ուզում է հայտնի լինի, ոչ հայտնի լինի, բայց երբևիցե քեզ քիթս թույլ չեմ տա մտնեմ, բայց որ այդքան շատ է, էլի եմ ասում, հետաքրքրասիրությունը շատ կա, ես դա լիարժեք հասկանում եմ, ես ձեր համար պատրաստել եմ, էլի եմ ասում, Մհերի կողմից լինելու է, խի եմ ասում, որ լինելու է տետատետ, այսինքն
մեր առաջի օրվանից մինչև ներկայիս դրությամբ հարաբերությունները ոնց է եղել, ինչ է եղել, ամեն ինչ ասելու եմ եւ սպասելու եմ իհարկե ձեր կարծիքներին։ Էլի եմ ասում, նկարներով, սիրուն, ոնց կա, ոնց եղել է, մեր հանգիստը, հա, էլի եմ ասում, մենք սոցցանցերում չենք եղել ակտիվ, ես դա ցույց չեմ տվել, դա իմ ցանկությունն է եղել, բայց շատ տեղեր, այրոպորտում, Եգիպտոսում, Վրաստանում, Ռուսաստանում բոլորը տեսել են, այսինքն ես իրավունք չունեմ էլ ձեզանից պահելու, հա, սենց ասեմ, ամեն ինչը ցույց կտամ, մեր հարաբերությունը, իմ ծնունդը, ծնունդիս հետ կապված, անցած տարի, նախանցած տարի, որ մենք անցկացրել ենք բոլորով, այդ ամեն ինչը ես ձեզ ցույց կտամ, որ A կետից B կետը հասկանալի լինի, որ այս թեման բաց թողնեք։ Սիրում եմ ձեզ, լավ մնացեք։ Նա իր հրապարակման մեջ ցույց է տվել իր փոքրիկ, սակայն արդեն իսկ կլորիկ փորիկը։ Շնորհավորում ենք Կրիստինային այս հիանալի լուրի առթիվ, մաղթում ենք թեթև հղիություն եւ բարի ազատում եւ հիշեցնում ենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք վերջինս իր հետևորդների հետ կիսվել է մի հրապարակումով նշելով, որ պատրաստվում է մայրանալ։ Սիրելիներս, դուք գիտեք, որ ես երբեք չեմ շտապել խոսել իմ անձնական կյանքի մասին ու հատկապես չեմ հանրայնացրել կողակցիս։ Շատերդ արդեն նկատել էիք, բայց ես գիտակցաբար լռել եմ։ Այսօր պարզապես ուզում եմ կիսվել մի ուրախությամբ, որ միայն իմ մասին չէ, այլ իմ կյանքի ամենամեծ հրաշքի։ Ես հղի եմ։ Սա այն ուրախությունն է, որը շուտ թե ուշ պիտի իմանայիք ու այսօր պատրաստ եմ դա ասել ձեզ, առանց ավելորդ խոսքերի։ Շնորհակալ եմ 2025 թվականին ինձ մայրություն նվիրելու համար, շնորհակալ եմ Աստծուն այս օրհնության համար։ Բոլոր նրանց, ովքեր սպասում են այս լուրին, Աստծո կամքով շատ շուտ ձեր տանը ևս կլսվի այս նույն ուրախությունը։ Սիրում եմ ձեզ ու շնորհակալ եմ, որ հարգում եք իմ լռությունն ու իմ սահմանները։ Ինստագրամյան հարթակում Կրիստինան հրապարակումով ցույց է տվել նաև ուլտրաձայնային հետազոտության կադրերը։ Ավելի ուշ Ինստագրամում շատերը կասկածի տակ էին դրել բլոգերի հրապարակումը, նշելով, որ միևնույն է իրենց աչքով էլ տեսնել, այդպես էլ չեն հավատա։ Շատերն էլ նշում էին, թե ոնց կարելի է Աստծո տված պարգևին չսիրել, հրաշք եք, Աստված օրհնի ձեզ։ Այն արդեն արդյոք բլոգերը սրտխառնոցներ ունենում է հղիության ընթացքում, Կրիստինան պատասխանել է, սուխարի եմ ուտում այդ պահին։ Այո, ունենում եմ։ Ավելի ուշ Կրիստինան նաև ուլտրաձայնային հետազոտության մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ ինքը, մայրիկը եւ բժիշկը հետևում են փոքրիկ շարժումներին։ Երևում է, թե ինչպես է մայրիկն ասում, որ Կրիստինան 2 ձու է կերել, այդպիսով փոքրիկը ուրախ է եւ շնորհակալ է մայրիկից։ Նշենք նաև, որ նաև հարցեր էին հղել այն մասին, թե ով է երեխայի հայրը։ Կրիստինան նշել էր, որ նա հայտնի չէ, սակայն հումորային պատասխան էր տվել, նշելով, որ շուտով հայտնի կդառնա։ Հավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք Ինստագրամյան հարթակից հայտնի բլոգեր Կրիստինան, ով շատ հաճախ մայրիկի մասնակցությամբ հրապարակումներով է հանդես գալիս, բավականին սիրված է հանրության կողմից։ Կրիստինայի ցանկացած հրապարակում արագորեն տարածվում է համացանցում, աղջիկը կարողանում է իր ինստագրամյան հարթակում այնպիսի կոնտենտ ստեղծել, որը հավարակում է մարդկանց ուրախ տրամադրությամբ եւ հաճելի էներգիայով։